Այսինքն այստեղ մեզ մեղադրում են մի քանի կամ որոշ դեպքում տասնյակ միլիոններ ներդրում անելու համար եւ աշխատատեղ ստեղծելու համար։ Պարոն Ղազարյան, այսինքն պատկերացիք չէ, բերել է։ Թանկով տաշի գործություններից առել եք բաներ, դա է ինձ։ Այդտեղ եւս մի խնդիր կա։ Երբ որ իրենք ասում են թանկով, գիտեք ինչ ասեմ, դուք հակել եք ինչ որ մի շոր, որ իմենից թանկ է։ Հիմա այստեղ դնել համեմատել ասել ես ասեմ ինչ է թանկ արել, դե ասեք լավն է, չէ՞ որ թանկ է։ Նորից կրկնում եմ, իրենք չինական, չեմ ուզում այդ պետության անունտամ, որտեղ նույն չինականից կա շատ լավ եւ կա ավելի վատ։ Թող տան, որ ապրանքն են առնում իր գործարանով, արտադրած երկրով եւ այլն, այստեղ այդ գնահատումը շատ սխալ է։ Իսկ որ ասում են Լևի լույս եք տվել, հարուստները երբեք գումար չեն վճարել, կարմիր արյուն են, կապույտ արյուն են ունեցել։ Ռոմանոս Պետրոսյանը անդադար կրկնել է, որ հարուստները մշտապես Լևի լույս են ունեցել, Տաշիր գրուպը երբեք դաչաներին լույսը Լևի է եղել հարուստների դաչաներում։ Դրանց ո՞նց եք դուք արձագանքում։ Երբևիցե նման բան արել է։ Ռոմանոս Պետրոսյանը մի քանի անգամ տարբեր տեղերում հնչեցրել։ Ես ճիշտ ասած դա առաջ անգամ եմ լսում, բայց այստեղ կա մի բան։ Պատկերացնում եք մի հատ իրավիճակ, որի մեջ շատ կոպիտ բարեկրթությունը դնեմ մի կողմ, կոպիտ պատասխանեմ ու ոնց որ ստեղ ասում դե քաղաքական գնահատական եք տալիս։ Ամենայն պատասխանատու։ Մի անգամ եթե չեմ սխալվում, այստեղ նստած է падգամավորը իրանց հայտարարեց, որ տասնյակ մարդիկ Գյումրի հետ կապված, որ այսի բան եղել, ասում եմ ապացույց, միջև այսօր չկա։ Նորից կրկնում եմ, ժողովուրդ ջան, բերեք մի մշակույթ փոխենք։ Այդ խոսքի հետ խնդրում եմ ձեզ թախանձագին արգելի լրագրողներ, ներողություն։ Երբ որ ասում են կապուտ անունը հարուստ ու դա չեն, ասես անուն ազգանուն կտաս։ Ընդհանրապես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունում, այո, եղել են գողություններ, այո, պայքարել ենք, հազարավոր կարող եմ ասել ակտեր են կերել մեծ գումարներով, բայց ես որպես իրացման տնօրեն ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, չի եղել որևէ ձեր ասած հարուստ, պաշտոնավոր կամ ինչ-որ արտոնյալ մարդ։